Բարի երեկո ընկերներ։ Սրտովս չէ, երբեք չեմ ուզում ուղի եթեր մտնել, խոսել։ Այսօր ամեն մարդ խոսում է, մարդիկ, որ ոչ մաման հայտնի է, ոչ իր բաբան հայտնի է, ովքեր են, ամեն մարդ հելում է, ուղի եթեր մտնում, հարցազրույցները, ուր էիք դուք, երբ որ ես խոսում էի, ուր էիք դուք, երբ ամեն մեկդ մի ձագ էիք մտել, թաքնված, ուր էիք դուք, երբ որ ես առաջին մի օրից բայկարում էի Նիկոլ Փաշինյանի դեմ, ԿԲ-ի դեմ, զսկուշացնում էի ամբողջ իմ ազգին, ժողովրդին, Հայաստանին, հայրենիքին, որ այս մարդը թրազո է, այս մարդը արևմուտքի թրազո է, Արցախը ձախելու է, Հայաստանը ձախելու է, հայ ժողովրդին թշնամի, ամեն ինչ ասել եմ, ու Մարգարեթյան պես իրական ասել է։ Ասել եմ, խոսել եմ կանի տարի, հալածվել եմ, գնչական եմ գանչվել, եւ այլն։ Այսօր ես իմ ասելիքը ասել եմ, հասկացողը հասկացել է, չի հասկացողը դանսիս էլ չի հասկանա։ Այսօր բոլորը փիլիսոփա են դարել։ 7 տարի անցել է, 8 տարի ալնելու, մարդիկ ասում են, Նիկոլը էսա, Նիկոլը էնա, ով չգիտե Նիկոլը, ովա ինչը։ Առաջին մի օրից եմ ես ասել։ Այսինքն 7-8 տարի ետ իմ ասածներն եք կրտնում, արդեն շատ ուշ եք, զսկուշացնելու, խոսելու, ասելու, դե հիմա, մեր տղտագիցներն էլ խոսող ապեք, բիդի իրենց հայդակիրները լրացնեն, ամբողջացնեն օրվա, սրան եմ հանում խոսացնում, նրան եմ հանում խոսացնում, այսինքն ինչ, ժողովուրդը գիտի։ Կարևորը մեր ընտիմատիրների գործունեությունն ընտիմատիրներն են 7 տարի, 8 տարի նույն երգը երգում են, Նիկոլը Թաղաջանը, Նիկոլը Հողադու է, Նիկոլը էսա, Նիկոլը էնա, Նիկոլը էնա, Աննան էսա, Աննան էնա, ԿԲ-ն էսա, հասկացանք, հետո ինչքան խոսել, ինչքան նույն բանը գրկնել, ընտիմատիրների գող կնան, այսօր ոյը մեկ ընտիմատիր գոչանի, հրաբարագիչներ, ես իրեն գող կնան, չնայած, 7-8 դարվա մեջ, ով հրաբարագիչան, գնաց գող կգանտնեսի և հիաստավվեցի։ Հիմա, այսօր, վաղը, մույսօր, մեզ ինչ է սպասում, Նիկոլը արյուն է տապելու, քաղաքական իր մրցակիցներին փանդարգելու է, քաղաքական մրցակիցներին սպանելու է, ամեն ինչ, ամեն տեսակ վատություն անելու է, Հայաստանում աննախատեպ, այդ տեսակ բան չտեսնված, ընտրությունների ենք գնում մենք, կամաց, թերեթեր գանուխ է, երկար ժամանակ կա, մի քանի ամիս կա, դուք կդենաք օրևոր ոնց է ամեն ինչ թեժանալու, սպանություններ, փանդարգություններ եւ այլն։ Ասենք թե Նիկոլը խապեց, ընտրությունները գեղձեց, ու նորից ընտրվեց, ինչ է անելու մեր ժողովուրդը, ոչ թե մեր ժողովուրդը ինչ է անելու, ավելի ճիշտ մեր ընտիմությունը ինչ է անելու, աչ գնացեք, ցախ գնացեք, ետևեն գնացեք, արջերեն գնացեք, հոգնել է ժողովուրդը, էդի չի աշխարհի, ինչ եք անելու, ժողովուրդ, իմ սիրելի ժողովուրդ, ես որ իմ ամբողջ կյանքը ասկիս հայրենիքիս նվիրել եմ, սեզ մի խնդրանք ունեմ, մորսեք էլի, հինը, նորը, հները, նորերը, այս բաները մորսեք, հներին ղուրբան ելնեք, հներին մադաղ ելնեք, հները հայրենիք են բահել, հները փանակ են բահել, հները փանակ են ուժեղացրել, հները հող են ազատագրել, հները ազատագրված հող են բահել, վերջացրեք էլի,
վերջացրեք։ Թող մի անգամ էլ Սերժ Սարգսյանը ընդրվի, թող մի անգամ էլ Ռոբերտ Քոչարյանը ընդրվի, դու նույնիսկ, որ իմ աչքի փուշը եղել է 90-ականներին, Լևոն Տեր-Պետրոսյանը նորից թող ընդրվի, այդ հիմա չեմ ուզում կֆրդել, այդ PPP դղան, թող նորից ինքը ընդրվի, իր մարդիկ ընդրվի։ Հայրենիքը ավելի ապահով կլինի, քան այսօր, այս իշխանության օրոք։ Մորսեք, ոչ նորերը, ոչ հիները, բա ով երկնքից կապրել հրեշտակի իշնի, չէ, հեսա մի պուր ասկենք, լիպանանի բես բուջուր մի հատ երգիրենք, նախկին նախագահների երեխեքը կամ թորները գկան իրենց տեխնազությունը գտնեն նախագահականի, ես մեր երգիրը այդպես է, 1000 տարի, 600-700 տարի մենք ոչ թիվանակիտություն ենք ունեցել, ոչ պետականություն ենք ունեցել, ոչ քաղաքական գործիչներ ենք ունեցել, ինչ եք ուզում։ Սովետի մուրճ մանկաղի մեջ են զնված մարդիկ են դուրս եկել եւ այդպես շաղվելով, այդպես հյուսվելով, խալեի նման կորձելով, մենք պետականություն ենք կազմում։ Մեր երկրի հաջորդ ղեկավարները ելնելու նախկինների ներկայացուցիչները կամ նախկինները ուղղակիորեն պիտի ընդունենք նախկինները երկիր են բահել, Արցախ են բահել, հայ ժողովրդի ապահովությունն են գնկել, այսօր ինչ է դառնում 7 տարվա մեջ մեր արդակին բարկը գրտնաբատկել են, ուր է գնացել այդ փողը, ուր է այսօր մեր փանագը, հզոր փանագը, ուր է մեր զենքերը, այսօր ոստիկանապետություն ենք տարել, այսօր չեմ գիտել, ինչ ենք տարել, չխոսեմ էլի, սաղ դել գիտեք, ամեն ինչ գիտեք, բայց մեկ բան, նախկինները թող չկան, էդիմ ծեր մտքեն հա, նախկինները բիդի կան, նախկիններու ներկայացուցիչները պիտի կան, այս երկիրը նախկինները եւ իրենց աջեցրած նոր սերունդը պիտի կա, ուրիշ ջար չունենք, ոչ նախկինները, ոչ ներկաները, ապուշությունը մեկ կողմ թողեք, նախկինները պիտի կան, նախկինը չեկավ, նախկինի ներկայացուցիչը պիտի կա, հետո սիրելի ինտիմատիվներ, հերիք եղավ, զզվստիկ, առաջին երորից ասել եմ, ով հրաբարակ կիչնի, ըլնի Սերժ Սարգսյանի կողմից, ըլնի Ռոբերտ Քոչարյանի կողմից, ով հրաբարակ կիչնի, Նիկոլին սիկտիր կաշելու, ես իրա գողքն եմ, ու 7-8 տարի ով հրաբարակ իչել է, ես իրա գողքը գանքնել եմ, հավատացել եմ, հույս եմ գաբել, որ այս անգամ գարանք Նիկոլին հերացնել, ես միշտ իրենց գողքը գանքնել եմ, ու գանքնելու եմ, ով հրաբարակ իչնի, իրա գողքը գանք, ով հաջողվեց, ես իրա հետ եմ, հերացնենք, Նիկոլին հերացնենք, այդ կիսետը գնայինք, կոալիցիա գանենք, իրար գմիանանք, ես կանենք, են կանենք, ես զիբիլից, ես գերդոդությունից պետք է ազատվել, մինչև այն ժամանակ, որ Նիկոլ ունենք մենք մեր երկրի մեջ, ոչ մի բան, ոչ առաջ է գնալու, ոչ մի բան փոխվելու է, ընդդագարելու, օր է օր։ Ձիծեռնակապերտը կանտեսին, դեղյակ եք, ձիծեռնակապերտը կանտեսին, դեղյակ եք, թե ինչ արնելու։ Հիմա 2026 թվականի ապրիլ 24-ին ժողովուրդը ձիծեռնակապերտ այդպես կանտված հուշարձան են ունենալու։ Դենում եք ոնց անում մարդը, կանտում է, Քարվաճարը դվեց, ես դվեց, Արցախը դվեց, մեր Հայաստանի սահմաններից ներս փարսունքները դվեց ստրատեգիական, դե բادرազգա, որ այս դերը պիտի ազատագրես, այս թիրքը պիտի կրավես, 50 հոգի զոհ ես տալու, չէ, այնպես է արել Նիկոլը, 500 հոգի պետք է զոհ տանք, 1500 հոգի զոհ տանք, որ մեր սեփական փարսունքը ետ ազատագրենք։
Դուք հասկանում եք ինչ է վերադառնում։ Մենք դարել ենք, ախր 7 տարի առաջ եմ ասել, 8 տարի առաջ եմ, նորից ամաչում եմ նույն բաները գրտնելուց, ուղեղնիք չի մտել, ուղեղնիք չի մտաղել է, հայրենիք չկա, մենք օկուպացված ենք, թուրքական, իսրայելական, անգլիական, ամերիկյան թրազոների կողմից մենք օկուպացված երկիր ենք։ Դե, հույս ունենք, ընտրություններ գտալնի, պիտի հաղթենք, այո, կհաղթենք, իսկ եթե գերձեցին, ինչ են անել։ Ժողովուրդ, այսօր գտնում են մեր եկեղեցում, մեր հավատքին։ Դուք հասկանում եք ինչին են գտնում։ 700 տարի պետականություն չեն ունեցել։ Սուդից մուդից էսա են իշխանություն են։ Զակարյան, Մակարյան իշխանը, Զակարը ով էր, քուրդ չէր, ինչ որ են։ Սուդից մուդից այդ իշխանություն, թակավորությունները պետականություն չէր։ Այսպես դեղական, պատմական Հայաստանի մի հատվածում հասավ, ազատ են եղել։ Ամբողջական ազգը, հայրենիքը ազատ չի եղել։ Ինչ որ հարկանքով խոնարհվում են, բայց մենք 700 տարի պետականություն չենք ունեցել, դիվանագիտություն չենք ունեցել։ Չենք ունեցել։ 1918 թվականի առաջին հանրապետության ժամանակ դրանք էլ ոչ բաբանին էր քաղաքակետ, ոչ բաբերնին էր դիվանագետ, փորձեցին այդ մարդիկ լավից վավից հայրենիք բայել, չկարողացան, սովետական գարկեր եղավ, էս եղավ, են եղավ, այսօր էլ նույնն է, այսօր էլ նույնն է, մենք շատ հեռու ենք դիվանագիտությունից և պետականության հասկացողությունից, մեր առաջ Շամ ոսկորի նման անկախություն են գստացել ներդեսին, իսկ ուրիշները երնեք կուտան կնախանցեն մեզ ասորիները, բաղեստինցիները, քյուրդերը, հայերը անկախ են, մենք անկախ չենք։ Դե Աստված սկույտեղի մեջ, գողովի մեջ երկնքից մեզ անկախություն ուղարկեց, հաղթանակ ուղարկեց, Արցախ ազատագրեց, ղադրը չիմացանք, արժեքը չիմացանք, հետո հայացքի արմատը ուժեղ է, ինչքան էլ գացինահարեն, ինչքան էլ փորձեն վերացնել, հայացքը չի վերանա, բայց այդ երբ ենք ուժեղանալու, հզորանալու, հազիվ մի քիչ ուժեղացել էինք, հզորացել էինք, Արցախ էինք ազատել, մեզ ետ է վրան, ոչինչ, նորից կուժեղանանք, բայց մեր ազգը, ժողովուրդը, երբ գիտակցություն ունենալու, գիտակցություն, ազգային գիտակցությունով զարգանալու, ստամոքս մորնա, անձնական շահ մորնա, սդախոսություն մորնա, երեսանցություն մորնա, մաքուր լինի, շիդա լինի, անգերձ լինի, արդար լինի, չէ, այդ բաները մեզ բագասում են, ազգային արժանապատվության character, պետք է որ մենք այդ ամենը ունենանք, մաքրություն, հավատք, Աստծո, նվիրվածություն, հերոսություն, զոհաբերություն եւ այլն չունենք։ Ասկի 5-10% է այդպես, մնացածը ոչ մի բան էլ ոչ մի տեղ չի հասել։ Մենք պիտի մեր ազգայինը զարգացնենք, հարաճ տանենք, հանգիստ հանդարտ։ Ազգերի պատմության մեջ 100 տարին, 200 տարին, 500 տարին, 1000 տարին ոչ մի բան է։ Հզոր ազգերի պատմության մեջ ոչ մի բան է։ 100 տարին, 500 տարին, թե 1000 տարին։ Գազմագերվել, սերունդներ պատրաստել, միշտ պատրաստելներ ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում գործելու, անելու։ Կարևոր չէ, թշնամի քեզնից 100 անգամ ավելի է իր թվով, թե դու
փոքր ես, թե քիչ ես, կարևոր չէ։ Երբ թշնամիդ քեզնից հզոր է, միշտ նստիր, մտածիր, գտիր սևը, ինչպես իրեն հաղթես։ Հիշեք Քայլ Վահան Մամիկոնյանը փոքր խմբով ինչպես Հայաստան ներխուժածներին հաղթել է, ամեն ինչին սևը կա։ Գազագերբված ելնես, արթուն ելնես, պատրաստ ելնես, միշտ կհաղթենք։ Մենք Արցախը ետ կբերենք։ Ետ կբերենք, ես հավատում եմ, մեռած ելնեմ, թե ողջ ելնեմ, Արցախը ետ կբերենք։ Արցախը մեր հալալ հողն է։ Արևմտյան Հայաստանն գբերենք։ Չկա գայսրություն, չկա բեդություն, որ չի փլուզվեր։ Բայց եթե դու բանջարել ես, միշտ գիշեր ցերեկ արթուն բիդելնես։ Գադուն գնա, մգան զագի եթե խելոք կնստի, հենց մուգը դուրս եկալ զագից, թաթը կտնի կպրդե մուգին։ Գադվի նման մենք մգան զագը բիդի բահենք։ Հենց արիթը եկա, մեր թաթը բիտնենք, այդ մուգը պրդենք։ Մեզ ուրիշ բան չկա։ Հայաստան, հայրենիք, աբակա, նոր սերունդ, ինչեր ենք հետ մնացել, 7-8 դարի ամեն ինչից հետ ենք մնացել, ամեն ինչից հետ ենք մնացել, ամեն ինչ գործանվել է, բայց թեր մենք գանք բիդի լինենք ու թեր շատ անք, բարու սևագի ասազին մեզ չեն գարա, դեսեք ինչ հզոր բեդություն են ունեցել, որ Նիգոլի նման սրիգան 7-8 տարի գացինահարում է մեր երկրի արմատներին, փանագին, թադարանին, սահմանադրական թադարանին, հերոսներին, այսի, հենի, եկեղեցունակը գացինահարում է, բայց դեր մենք ոտքի ենք։ Ու եթե մենք չպաշտպանենք, վերջավորության մեր քոկը գացինով Նիգոլը կգրի։ Մի քիչ աշխույժ պետք է ելնենք, մի քիչ գործնական պետք է ելնենք, մի քիչ չէ, ինչու մի քիչ, շատ պետք է արթուն ելնենք, դեր գանքնենք մեր հայրենիքին։ Էնպես անենք, որ Նիգոլին հերացնենք։ Ինքը չի հեռանալու, ինքը արյուն է տապելու, ինքը գերծարարություններ անելու, ամեն տեսակ վատություն անելու, անումը ու շարունակելու է ավելի վատն անելու մինչև ընդրությունները։ Արթուն ելնենք, դեր գանքնենք մեր հայրենիքին, հաղթանակենք ու չարը հեռացնենք մեր երկրից, այդ չարը, որ գոչվում է ԿԲ կամ Նիգոլ։ Չգիտեմ, շատ խոսացի, երկար խոսացի, ժողովուրդ ջան, իմ հայեր ջան, մեղք ենք, էնպես անենք, հզոր պետություն ունենանք, հզոր հայրենիք ունենանք, Արցախի հարցը չմոռանանք, Արցախի հարցով մեզ համար շատ կարևոր է, առանց Արցախի հարցին Հայաստանը կվերանա, Արցախը ներկայացնում էր Արևմտյան Հայաստան, Սասունը, Զեյթունը, Արցախը ցեղասպանության են ողջ մնացած ապրելու գամքի արտահայտություններ, Արցախը մեր ջան ու ջիգերն է, Արցախը մեր վահանն է Հայաստանի, Արցախի հարցը պիտի հետապնդենք, կարևոր չէ, ինչքան ժամանակ կառնի, ինչ ճանապարհներով գերտանք, Արցախը պիտի չմոռանանք, Արցախը հայոց ցեղասպանության եք մեր խորհրդանիշն է, ապրելու, գոյատևելու, ողջ մնալու։ Հասկանում եք Արցախը ինչ է։ 1915-ից ետ Արևմտյան Հայաստան գործնելուց ետ մեր նոր հաղթանակն է, ապրելու իրավունքն է, գոյատևելու իրավունքն է, արժանապատվություն ձեռք բերելու իրավունքն է, Արցախը է դեռ։ Այս սրիգան եկել է, դվել է,
ինքն է վերցրել որ դա, Իրանա պատկանել որ դա, մենք ետ կվերցնենք էլի։ Ու Իրան էլ կգախենք, դվողին էլ, դվողներին էլ կգախենք հելետեր, էլի ուրիշ հարց, էլի ուրիշ թեմա։ Սիրելի ժողովուրդ, չեմ գիտեր, այսքանն եմ ուզում ասել, որ երկար խոսեմ, շատ բաներից կխոսեմ, երևի այսքանով բավարարվեմ, սիրտս մարվեմ, արթուն մնացեք, ասկին, հայրենիքին դեր գանտնեք, արթուն մնացեք, չթուլանաք, ամուր մնացեք, իսկ եկեղեցուն գող կգանտնեք, առանց եկեղեցու, առանց Աստծո ոչ մի բան չկա, լինել արդար, անգերս, դիբար և համեստ, եղիր քրիստոնյա ու բայկարիր առույզի նման, մենք քրիստոնյա ենք ու բայկար ենք առույզի նման ենք, հիշում եք, անի հայոց մայրաքաղաք, առույզը դրոշակը վրան խաչ, մենք էդ ենք, առույզ ենք, դրոշակը բինտ կբահենք, դրոշակին վրա առույզ ու խաչ, մենք Աստծո Հիսուս Քրիստոսի զինվորներն ենք, մոռացեք այս զինվոր, այն զինվոր, հայոց բանակը ու հայոց բանակի գող կանգնողը ամեն մեկը Հիսուս Քրիստոսի արդար հրեշտակներու բանակի մաս կգազմի, մենք արդար բանակ ենք, մենք արդար զինվորներ ենք, մենք փարփարոսներ չենք, մենք մեր թշնամու մորթող չենք, ինչպես իրենք բռնում էին մեր քերիներին, մորթում էին, անում էին վերջին կարան, դեսել ենք, ամեն ինչ դեսել ենք, դուք եք դեսել, ես եմ դեսել, բոլորը դեր գիտեք, ասված, նույնիսկ կենտանիները խադուկ բնությամբ է ստեղծագործել, քայլը հոշոդող է, եղնիկը խելոք է, այսի է, մեր ազգերուն է նույն սևի, մեկը պարպարոս է, մույսը բարի է, մույսը ասպետական է, մույսը խաղաղասեր է, մույսը հասկանում եք, Աստված մեզ ասպետական է, հայ ժողովրդին ստեղծել է ասպետական, մենք չենք կարա պարպարոսություն անել, մարդ մորտել, երեխա սպանել, այս անել են անել, մենք ասպետական ենք, բայց չգիտեմ ինչու Աստված բաբան, մեր գողքերը տերել է պարպարոս ժողովուրդներ, ինչքան էլ ուզենանք մենք պարպարոս լինել, ինչքան էլ ուզենանք իրանց հետ շապվել, իրանց նմանը, չի ստացվում էլի, չի ստացվում, բնությունից Աստված մեզ ստեղծել է խաղաղասեր, ասպետական, երեխա գին, ձեր, գին չսպաննել, ինչքան էլ ուզես, չենք կարողանում, ասկություններն էլ Աստված ստեղծել է, կենտանիներ նման, մեկը խայտող է, մույսը գրձող է, մույսը հոշոդող է, ախր մենք արզիվ ենք, արզիվ, երկնքից տրտնող արզիվ ու արույց, պաշտպանող մեր երկիրը, լավ մնացեք ընկերներ, շատ խոսացի, երկար խոսացի, հասկացողը հասկացավ, ինչ եմ ուզում ասել, բինտ մնացեք, ամենակարևորը բինտ մնալն է ու հույս ունեցեք, որ վերջը հաղթելու ենք, ու պետք է հաղթենք, ուրիշ ջարդ չունենք, ուրիշ սեր չունենք, մենք պետք է հաղթենք, Նիկոլին հերացնենք ու նստենք, մտածենք, կազմակերպվենք ու մեր երկիրը, մեր ազգը առաջ տանենք, համբուրում եմ բոլորից, սիրում եմ բոլորիդ, լավ մնացեք։